Բարև ձեզ։ Հայտնագործություն չենք անում, երբ ասում ենք, թե աշխարհում շատ բան, եթե ոչ ամեն բան կախված է Միացյալ Նահանգներից, Միացյալ Նահանգների կողմից վարվող քաղաքականությունից։ Եվ պատահական չէ, որ սրանից մոտ 3 ամիս առաջ ամբողջ աշխարհը սպասում էր Միացյալ Նահանգներում տեղի ունենալիք ընտրություններին, այդ ընտրությունները տեղի ունեցան, նախագահ ընտրվեց, Դոնալդ Թրամփը վերադարձավ Սպիտակ տուն։ Եվ այդ օրվանից անցել է շուրջ 3 ամիս, շուտով կլրանա 100 օրը, իսկ այդ ժամանակահատվածը այն ժամանակն է, երբ կարծես թե ավարտվում է առաջնորդի եւ ընտրողների քաղաքական մեղրամիսը եւ ընտրողները ստանում են որոշ հարցերի գոնե մոտավոր պատասխաններ։ Պատասխաններ այն հարցերի, թե որոնք են առաջնահերթությունները առաջնորդի եւ կառավարության, նրանք նախապատրաստական ինչ աշխատանքներ են կատարվել եւ ինչպիսի կադրային քաղաքականություն է վարվել, ովքեր են ընտրվել աշխատակազմում, օգնականներ, խորհրդականներ, կառավարություն, նախարարներ եւ այլն եւ այլն։ Սա ազատազրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ քաղաքական վերլուծաբան Արմեն Չիբուխշյանի հետ։ Բարև ձեզ, Արմեն։ Բարև ձեզ։ Արմենը, ինչպես գիտեք, բնակվում է Միացյալ Նահանգներում, հիմա Հայաստանում է եւ մենք հնարավորություն ունենք տաղավարում հյուրընկալել եւ զրուցել։ Միացյալ Նահանգներում հնարավորություն ունեք ներսից հետևել զարգացումներին, Միացյալ Նահանգների եւ ներքին եւ արտաքին քաղաքականությանը, հիմա մենք պիտի խոսենք եւ ներքինից եւ արտաքինից, մասնավորապես արտաքինը նկատի ունեմ եւ ուկրաինական ճակատը եւ հարավային Կովկասը, բայց ներքինից սկսենք։ Իմ թվարկած հարցերի այն է, թե ինչպիսի նախապատրաստական աշխատանքներով է այս վարչակազմը եկել իշխանության, արդյոք հստակ են ծրագրերը եւ առաջնահերթությունները եւ ինչպիսի աշխատակազմ ունի նախագահը։ Այս մասով ինչ իրավիճակ է ձեր աչքերով, ձեր գնահատմամբ։ Ոչ միանշանակ, անկեղծ ասած, եթե սկսենք կադրերի մասով, ապա ի սկզբանե նաև ինձ մոտ են բազմաթիվ հարցեր առաջանում կադրերի հետ կապված, մասնավորապես Թուլսի Գաբարտը, որը շատ կարևոր պաշտոն ունի եւ մարդը չունենալով փորձ նշանակվեց ազգային անվտանգության, ազգային հետախուզության, կարծես ծառայության տնօրեն, դա մի ծառայություն է, որը համակարգում է բոլոր հետախուզությունները կամ գրեթե բոլոր։ Եւ այս իմաստով կասկածել էր Pete Hegseth-ի նշանակումը, որը Free News-ի հաղորդը կներեք Fox News-ի հաղորդավարից դարձավ պաշտպանության նախարար, դե մյուս երևի ուրեմն Պատելը, որը նշանակվեց FBI-ի տնօրեն, Քեշ Պատելի հետ կապված էլ միանշանակ չէին մոտեցումները եւ ակնհայտ էր, որ նրա հայտարարությունները հիշում էին անդադ ամերիկյան հեռուստալիքները հիշեցնում էին նրա ոչ կոմպետենտ կամ այսպես շատ ուղղորդված հայտարարությունները եւ այլն, որոնք անգամ ուրեմն հակասում էին օրենքներին եւ սահմանադրությանը Միացյալ Նահանգների ընտրությունների հետ կապված, որ կեղծվել է ինքը ամբողջությամբ, այսպես առանց որևէ ապացույց ունենալու, պարտվելով բոլոր դատարաններում այն նահանգներում, որտեղ իրենք փորձել են վիճարկել, բայց Պատելը Տրամփի օգտին կրկնում էր, որ 21 թվականի ընտրությունները կեղծվել են, դեռ 29 անցկացվում է, 21-ին մտնում է ուրեմն արդեն նախագահի պաշտոնին։ Ոնց որ հիմա եղավ 24-ի ընտրությունները եղավ, 25-ից ստանձնեց նախագահի պաշտոնը։ Մի խոսքով կան հարցեր լրջագույն եւ անձամբ ինձ մոտ լուրջ տարակուսանք է այդ կադրերի հետ կապված։ Գիտեք, որ Թուլսի Գաբարտին մեղադրում էին Ասադի հետ կապերի մեջ եւ այլն, շատ քննարկվեց նրա Սիրիա այցերը եւ այլն։ Բայց մյուս կողմից թույլ տվեք չհավատալ այն պնդումները կամ այն խոսույթը, որ այս կամ այն նշանակված ամերիկյան պաշտոնյան կարող է այս կամ այն երկրի գործակալ լինել, որը էլի շատ շահարկվում էր։ Ես դրան էլ չեմ հավատում։ Նաև այսպես ձևակերպեմ, չեմ ուզում հավատալ, որ ուղղակի այսպիսի ոչ կոմպետենտ նշանակումներ կարան լինեն առանց ինչ-որ հաշվարկ ունենալու տակը կամ գուցե ինչ-որ հաշվարկ կա, որ այս կադրերը իրենց մեջ պարունակում են ինչ-որ մեսիջ
ինչ որ մեսիջ։ Ասենք մասկի մասին է շատ խոսվում։ Այո, օրինակ Թուրքի գաբարտի հետ կապած կամ տեսեք ինքը պատրաստվում էր, ես որպեսզի ավելի բարձր լինի, բացատրեմ Ռուսաստանի հետ ուզում էր կնքել գործարք, չէ, եւ Ուկրաինայի հետ։ Հիմա բնականաբար պարզա, որ ուկրաինացիները չեն սկսել այդ պատերազմը եւ ուկրաինացիները պաշտպանում են իրենց հողը, այսինքն այստեղ պետք էր Պուտինին բերել բանակցային սեղանի շուրջ Թրամփին, ինքը խոստում էր տվել նախընտրական, եւ այս պաշտոնյաները, որոնք նշանակվել են, դրանք կարող են լինել կարևոր, այսինքն մեսիջ այդ պետություններին եւ եթե օրինակ տեսականորեն, հա, ես չեմ պնդում որպեսի բան կանի, տեսականորեն, եթե հիմա ռուս-ուկրաինական բանակցությունները տապալվեն եւ Միացյալ Նահանգները Ամերիկա-Ռուսաստան բանակցություններն, ռուս-ուկրաինական բանակցություններն տապալվեն, ես չեմ զարմանա, եթե օրինակ Թուրքի գաբարտին հանեն, բերեն այնպիսի ուրեմն հետախուզությունները համակարգող մարդ, որը հակառուսական, այսպես լրջագույն պաշտոն ունի։ Ընդհանուր առմամբ սա է իրավիճակը եւ եթե, չգիտեմ, հետագայում արդեն արտաքին քաղաքականության արտաքինին կգանք դեռ, բայց ես Իլոն Մասկին հիշեցի, կառավարության արտասահմանության բարձրացման դեպարտամենտը եւ Իլոն Մասկին ինչ տվեցին ըստ Միացյալ Նահանգներին եւ նա ոչքանով հավանական է, ասում են մայիսին լրանում է պաշտոնավարման ժամկետը եւ ասում են թե հոգնել է արդեն Ծախակոմյանների անընդհատ հարվածներից բան եւ հնարավոր է հրաժարական տա։ Չէ, ակնհայտ ինքն էլ ընդունում է եւ այդ մասին կան խոսակցություններ, որ իր բիզնեսը վնասվում է այս գործողությունների արդյունքում, որովհետև հարցումները ցույց տվեցին, որ ամենասրընթացը ռեյտինգ կորցնողներից մեկը հենց Իլոն Մասկն էր։ Բացի դրանից դու տեսակ, որ տարբեր քաղաքներում, այդ թվում Նյու Յորքում Տեսլայի ուրեմն խանութներ էին վառում եւ Մասկը սկսեց մեծ եւ այս եթե ընտրությունների ժամանակ Մասկը մեծ գումարներ աշխատեց, շատ մեծ, ապա վերջին շրջանում այդ մեծ գումարները սկսեց կորցնել ուղղակի։ Հետևաբար, իսկ մենք գիտենք, որ Մասկի երազանքը եւ իր, այսպես ասում, նպատակը դա ուրեմն Մարսի առաքելությունն է եւ տիեզերքն է եւ անգամ թույլ տվեք այսպեսի մի համարձակ կարծիք հայտնել, որ Տեսլան եւ մնացած բիզնեսները Մասկի համար դրանք այդ առաքելությունը սպասարկելու միջոց էին։ Հիմա Մասկը ունի խնդիր նաեւ այս ծրագրերը parzenքը մենակով չի կարող անել, անգամ իր Տեսլաներն չեն օգնի, այլ բիզնեսները, SpaceX-երը, այստեղ խնդիրը որ պետությունը պետք է այդ պատվերները տա Մասկին։ Եվ Մասկը չափազանց աչքի ընկավ եւ հասկացավ, կարծում եմ, որ հետագա հատկապես Թրամփի ռեյտինգի անկման պարագայում էլ նման գումարների հատկացումը, իսկ դրանք միլիարդներ են, միլիարդներ, տասնյակ միլիարդներ, կարող է Մասկը ունենալ լուրջ խնդիրներ եւ նաեւ իր սեփական վարկանիշի անկումն էլ վնաս է։ Հետևաբար արդեն այո հող է նախապատրաստվում, որ Մասկը պետք է գնա եւ անգամ Մասկը վերջերս հայտարարություն արեց Եվրամիության հետ տարիֆների կապված, երբ որ կոչ արեց զրոյացնել տարիֆները, այստեղ էլ ես տեսնում եմ հետաքրքիր խաղ, որ Մասկը մեծ հաշվով հասկանում է, որ իր ամբողջ բիզնեսների եւ տիեզերական առաքելությունը կախված է Թրամփից այսօր։ Շատերը մեկնաբանեցին, որ դա Թրամփի դեմ հայտարարություն է, բայց չեմ բացառում, որ սա խաղ է։ Իսկ տարիֆային քաղաքականությունը ինչպես է դիտարկվում, ինչ է տալիս դա Միացյալ Նահանգները տարիֆները բարձրացնում է ամբողջ աշխարհի։ Տեսեք, եթե մենք նայենք Թրամփի եւ ֆինանսների նախարար Բեսենթի հայտարարությունները, իրանք են խոստովանում, որ իրենց նպատակն է բանակցելը։ Այսինքն տեսեք 10% տարիֆները թողեց, մնացած հանեց, բացի Չինաստանից, որտեղ 145%-ը, բայց մեծ հաշվով իրենց նպատակն է բանակցնելը եւ մաքսիմում քաղելն է։ Հիմա բանակցել է եւ ոնց էր ասում համապատասխան տեղը այո համբուրել է այո եւ մի շաբաթ առաջ Բեսենթը հայտարարեց որ հիմա զուգահեռ սկսվում են 15 երկրների հետ բանակցությունները բայց դա էլ վտանգավոր չի էլի Միացյալ Նահանգների համար ես ծանոթացա որ Թուրքիան էլ պատրաստվում է բանակցել այդ 10%-ը հանելու համար Հնդկաստանը, Թուրքիան, Ճապոնիան, այո, Հարավային Կորեան բայց եթե մի քանի երկիր բանակցում են, Միացյալ Նահանգները համաձայնում է այդ 10% տարիֆները դուրս բերել, վտանգ չի առաջանում, որ հենց այդ երկրները կդառնան մյուս երկրների համար, ում տարիֆները չի հանված այդ 10%-ները, կդառնա հապ, պահեստ շրջանցելու։ Իհարկե, միանշանակ դուք ճիշտ եք, որովհետև տեսեք, Վիետնամի ու Կամբոջայի տարիֆները, երբ որ դուք նայում եք, տարբերվում են մնացածից։ Նայում ես մի հատ Կամբոջա, մի հատ Վիետնամ, մեկի վրա 46% տարիֆը, մյուսինի 49%, հարցառ, իսկ ինչու։ Մի բարձ պատճառով, որովհետև Վիետնամն ու Կամբոջան դարձել էին հաբ չինական ապրանքների համար։ Մի հատ warehouse են բացում, ասենք այդ երկրներում, վերում են վրան այդ մտցնում են այդ կարելի ասել մեծ պահեստ, այսպես ձևակերպենք, հա, այնտեղ մի հատ սարք կա, ասենք կամ սարքավորում ադրած, որտեղ ընդամենը խփվում է դրա վրա made in Vietnam, չինական ապրանքի վրա։
եւ արտահանվում է Միացյալ Նահանգներ։ Բայց դուք ճիշտ հիշատակեցիք Չինաստանի պահը, որովհետեւ մենք եւ մեր հետևորդները ճիշտ հասկանանք, երբ որ դու բուն նպատակը սխալ ես նշмарում, սա վերլուծություն քանդվում է։ Այսինքն մենք կարող ենք օրինակ մարդիկ կամ պնդում են, որ այդ Թրամփի նպատակը Եվրոպան էր։ Մյուսը պնդում է, որ Թրամփի նպատակը, չգիտեմ, Իրանն էր։ Երրորդը պնդում է մեծ հաշվով Իրանի պահով Միացյալ Նահանգները, ինչքան էլ Իսրայելը իր լոբինգը տանում է, Միացյալ Նահանգների համար կարևոր է, որ Իրանը չունենա միջուկային զենք։ Դա իհարկե կարևոր է նաև Իսրայելի համար։ Ձևերի մեթոդների մեջ մենք կտեսնենք իրենց մոտ կա հակասություն, թե չէ, որտեվ կարծես վերջին հայտարարությունները հուսադրող են Իրանի հետ կապված բանակցությունների։ Բայց նպատակը գլխավոր, սա ասեմ, գլխավոր նպատակը եւ դրանից բխող բոլոր այս բան են, չանում այդ ռուսերեն բառը պաբոչնի էֆեկտ, այսպես ասում է, այդ էֆեկտները որ կան, այդ դա Չինաստանի հետ է կապված ամեն ինչ եւ այս կոնֆլիկտը Եվրոպայի հետ մեծ կոնֆլիկտը Չինաստանի հետ է մնացած այս փոքր արձագանքները այս տարիֆների այս քաղաքականությունը սրա հետ Եվրոպայի մասով ես ի սկզբանե կարծես թե դեռ նախընտրական շրջանում իմ կանխատեսումը արեցի որ վատանալու են Եվրոպայի հարաբերությունները բայց ես ասեցի այն ինչ որ հիմա չի երևում ամբողջ այս տարիֆներն ու պատերազմը Եվրոպայի հետ նրա մասին չի որ Տրամպը ուզում է Եվրոպան կորցնել հատկապես որ Մելոնիի հետ հանդիպման ժամանակ Իտալիայի վարչապետի հետ Տրամպը ասաց որ Եվրոպան կարևոր է Ամերիկայի համար հետևաբար երկրորդն էլ Թուրքիայի հետ քննարկում էին ՆԱՏՕ-ի հակահաբեկչական չէ գործողությունների ուժեղացումը հետևաբար եւ ՆԱՏՕ-ն է կարևոր եւ Եվրոպան է կարևոր տպավորությունս այդպեսին է բայց Չինաստանի դեմ միայնակ Միացյալ Նահանգները պայքարել չի կարող։ Մոտ 30% չինական շուկայի արտադրության 30 եւ ավելի, սպասարկումը 30-35%, Եվրոպան եւ Միացյալ Նահանգները։ Ընդ որում եթե մենք վերցնենք լոգիստիկ հարցերը, ծախսերը, չէ, ապրանքը տեղից տեղ են հասցնում, ի վերջո, չէ, գնողունակությունը շուկայի եւ մնացած ամեն ինչը կարող է պարզվի, որ որակական առումով, թող տնտեսագետները ներեն, բայց իմ մոտ այդպիսի տպավորություն, որ ես տնտեսագետ չեմ, բայց կարծում իրենք համամիտ կլինեն, որակական առումով եւ լոգիստիկ առումով եւ մնացած բոլոր ծախսերի եւ այդ կազմակերպվածության եւ գնողունակության Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների շուկան շատ ավելին են քան ուղղակի այդ 30% հարաբերակցությունը, հա։ Հետևաբար որպեսզի Չինաստանին ծնկի բերեն, այսպես ասած, պետք է որ այս պայքարին միանա Եվրոպան, որը չի ուզում միանա։ Օրինակ դուք Եվրոպայում հանգիստ կտեսնեք, ես գալուց Ֆրանկֆուրտ այցելեցի եւ ես տեսա, որ չինական մեքենաները, էլեկտրական մեքենաները ազատ վաճառվում են Եվրոպայում, իրենք իրենց այսպես բաներ ունեն գրասել։ Դուք Միացյալ Նահանգներում չեք տեսնի, օրինակ այստեղ շատ գովաշ չհնչի, այդ չինական ավտոները, այդ բիդեր են, ասենք Build Your Dreams այդ մեքենաները, այնտեղ դուք չեք տեսնի այդպիսի մեքենա, արգելված է։ Այսինքն Եվրոպան ինչքան էլ որ ինքը իր շահերից ելներով ինչ որ տարիֆներ այս կամ այն ապրանքի վրա ունի, դա մասսայական բնույթ չի կրում։ Եվ երբ որ Թրամփը առաջին անգամ բարձրացրեց տարիֆները Չինաստանի նկատմամբ, եւ դա ունեցավ իր էֆեկտը Միացյալ Նահանգներում եւ Չինաստանի վրա, որտեղ հիշում եք մի պահ, երբ որ սկսեցին ուրեմն արտահոսքը ընկերությունները դուրս էին գալի Չինաստանից։ Հələ ես հիշում եմ այն ժամանակ Սաակաշվիլին էլ կոչ էր անում կովկասյան երկրներին բերել այդ ընկերությունները Վրաստան եւ այլն մենք էլ կոչ էինք անում Հայաստանը իհարկե, բայց այս իրավիճակում Եվրոպան մնաց, այսպես ասում է, իներտ։ Եվ երբ որ Միացյալ Նահանգները բարձրացնում է տարիֆները Չինաստանի նկատմամբ, եկեք անկեղծ լինենք, բացի Չինաստանից դժում ենք նաև մենք այնտեղ։ Մեր վրա են գները բարձրանում եւ մենք դա տեսանք դեռ այն ժամանակ։ Բայց մի կարևոր բան տեղի ունեցավ։ Ապրանքների դիվերսիֆիկացիա տեղի ունեցավ եւ սկսեցին գալ ապրանքներ Բանգլադեշից, Վիետնամից, ուրիշ տեղերից։ Հիմա եվրոպացիները նույն բանը պետք է անեն, որպեսզի պայքարը Չինաստանի դեմ լինի արդյունավետ, բայց դա կազդի նաև եվրոպական տնտեսության վրա, բնականաբար գների բարձրացում կլինի, իսկ իշխող էլիտաները Եվրոպայի չեն ուզում դա։ Շատ լավ, տեսեք, մենք սկսեցինք ներքին քաղաքականությունից եւ մինչեւ ամբողջությամբ անցնելը Միացյալ Նահանգների քաղաքականությանը եւ Ուկրաինայի հարցում եւ Հարավային Կովկասում, այս առաջին հատվածը փորձենք ամփոփել, այս բոլորը ինչի մասին մենք խոսեցինք, կադրային քաղաքականություն, տարիֆային քաղաքականություն եւ այլն, ինչի են հանգեցրել Թրամփի վարկանիշի առումով, հանրային վստահության առումով։ Այո, վարկանիշը իջել է Թրամփի, ամենակարևոր ցուցանիշը ձեզ ասեմ, եթե մենք հանում ենք հանրապետական եւ դեմոկրատական, Միացյալ Նահանգներում գրեթե միշտ ընտրությունների արդյունքները որոշում են independent են կոչվում, անկախ
ոչ կուսակցական ընտրողները, որտեղ հանրապետականներ ունեն իրենց նահանգները, իրենց էլեկտորատը կայուն, դեմոկրատները ունեն իրենց կայուն էլեկտորատը, -22%, ես վերջի թիվն եմ ասում, անկախականների շրջանում, independent-ների շրջանում -22%, այդ դրանը հանգեցրել նրան, որ մոտ 60%-ը բնակչության արդեն 60 եւ ավելի տոկոսը դեմ է տարիֆներին, եւ Թրամփի վարկանիշը սրընթաց շարունակում է անկում ապրել։ Հիմա գիտեք, որ խնդիր ունի տոկոսադրույքների իջեցման հետ կապված եւ փորձում է Federal Reserve դրա տնօրենին հանել աշխատանքից, ամեն գնով որ իրավունքը ինքը չունի եւ պահանջում է որպեսզի տարիֆները իջացնեն, բայց նա էլ ասում է էս գիտեք տոկոսադրույքները իջացնեն, նա ասում է էս քաղաքականության պայմաններում, էս անկայունության պայմաններում չեմ կարող տոկոսադրույք իջեցնել եւ այլն։ Մի տարի հետո նա փոխվելու է, բայց մեծ հաշվով ժողովուրդը բնակչությունը արդեն իսկ դժգոհ է եւ եթե ընտրությունները օրինակ կոնգրեսի լիներ հաջորդ ամիս, ես վստահեցնում եմ, որ դեմոկրատները գուցե եւ մեծ առավելությամբ հաղթեին, իսկ ընտրությունները սա էր հետևում չէ 2 տարի չէ ոչ այս աշուն չէ հաջորդ աշուն հա լավ հիմա արդեն կանք Թրամփի արտաքին քաղաքականությանը մասնավորապես ուկրաինական հարց եւ հարավային Կովկաս մենք հիշում ենք նախընտրական շրջանում խոստումները եթե ես լինեի պատերազմ Թրամփը չլինի բայց եթե ես լինեմ պատերազմ 1 օրում կանգնեցվի հիմա այսքան ժամանակ արդեն անցել է հույս ունի որ առաջիկա շաբաթվա ընթացքում գործարք կլինի որքանով են ռեալ այդ հույսերը փոքր դատարից հետո շարունակենք վերադառնանք վարքյաններ անց Իշեստեմ սազած Ռուստեֆրի նյուզի եթերում ես զրուցում եմ քաղաքական վերլուծաբան Արմեն Չիբուխշյանի հետ մենք հասանք Միացյալ Նահանգների քաղաքականությանը ներգրավվածությանը մասնակցությանը եւ հույսերին եւ հերանեկարներին ուկրաինական հարցում Այո տեսեք էլի վերադառնում ենք գլխավոր նպատակին Ինչու է Ռուսաստանի այս քաղաքականությունը ես ուզում եմ նաեւ մեր քաղաքական էլիտան սալսի որտեղ ես տեսնելով իրենց քաղաքականությունը հասկանում եմ որ եւ նաեւ բիզնես շահերը ես հասկանում եմ որ իրենց մոտ անկալումը որ Ռուսաստանը այլևս չի կարող բևեռ լինել չկա չի կարող անգամ ռեգիոնալ գեշ տերություն լինել մեծ տերություն կլի բայց գեշ տերություն չափերի մասին չի խոսքը ազդեցության մասին գեշ տերություն լինել էլ այլևս չի կարող հա որովհետեւ այսօր Ռուսաստանի ազդեցությունը մոտարապես նույնքան է ինչքան ասենք Իրանի ազդեցությունը տարածաշրջանի վրա միջուկային մարտագլխիկներն են Ռուսաստանին դեռ պահում ջրի երեսին, բայց մենք տեսանք, որ միջուկային մարտագլխիկները հարց չեն լուծում, որտեղ 4 տարի է Ուկրաինայում այդքան հեշտ չի դա կիրառելը, ավելին ասեմ, որ դեռ հարց է դրանք ինչ վիճակում են, որտեղ պարզ մի բան ասեմ, ցես 50-80 միլիարդ բյուջե ունեցող, մինչև պատերազմը, իսկ դա 30 տարի է պահվում, 80 միլիարդ բյուջե ունեցող պետությունը չի կարող այդ քանակի մարտագլխիկ սպասարկի։ Դա ասում են ամերիկյան վերլուծաբանները, մարդիկ ովքեր մի քիչ ծանոթ են թեմային, որտեղ Միացյալ Նահանգները միայն միջուկային արսենալը սպասարկելու վրա տարեկան մոտավորապես 50 միլիարդ դոլար է ծախսում։ Այսինքն չհաշված, որ դա իրենք այդ 80 միլիարդի մեջ ամբողջ իրենց բանակը, զենքերը, պատվերները, զենքերի, այսինքն այդտեղից այդ 80 միլիարդից պատկերացնում եք իրանք առնվազն 50-ը պետք է հատկացնեին ընդ որում իրանց արսենալը մի փոքր ավելի մեծ է քան Միացյալ Նահանգներինը, մի քանի 100-200-ով ավելի մեծ է քան Միացյալ Նահանգներինը, ճշգրիտ թիվը չեմ հիշում։ Ըստ էության Միացյալ Նահանգները շատ պետք է ծախսեն։ Բայց ամբողջ Ռուսաստանի ռազմական բյուջեն ամեն ինչով 80 միլիարդ դոլարը, Միացյալ Նահանգների միայն միջուկային արսենալը սպասարկել է 50 միլիարդ դոլար։ Իսկ դուք գիտեք, որ Ուրանը կորցնում է իր հատկությունները տարիների ընթացքում, եւ հələ հարցը իսկ գիտեք, որ նաեւ դրանք սպասարկվել են Ուկրաինայի տարածքում։ Հիմա այո, Ռուսաստանի հետ կապված տեսեք, Ռուսաստանը դերակատար չի այլևս։ Հիմա ինքը դարել է կռվախնձոր Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջև։ Ինչու՞։ Մենք չենք կարող հերքել այն փաստը, որ Ռուսաստանը ունի ռեսուրսներ, որտեղ մեծ տարածք ունի եւ այլն։ Եվ մենք տեսնում ենք ոնց է հերավոր արևելքը արդեն սիրով յուրացնում Չինաստանը։ Հələ հարցրեք ցանկացած Դալնի Վոստոկի այսպես բնակչին, այնտեղ արդեն երեխաները չինացիների են նման, այսպես ասած, հա։ Բայց եթե ասում եք, որ ազդեցություն չունի եւ նրա ազդեցություն չի կարող լինել նույնիսկ ռեգիոնալ տարածաշրջանային գերտերություն եւ այլն, այս պարագայում, բայց չէ, ես չեմ ասում լրիվ ազդեցություն չունի, ասում գերտերության։ Հա, գերտերության ազդեցություն չունի, բայց Միացյալ Նահանգները իր նախագահի այդ խոստումներով, բարձրակոչ հայտարարություններով հանդերձ ասում է
կնքեք այդ գործարքը, ես ձեզ լավ պայմաններ եմ առաջարկում։ Տարածքային համագործակցենք եւ Ռուսաստանի հետ, եւ Ուկրաինայի հետ, ասում է Թրամփը։ Հա, բայց Ռուսաստանի ինչ է ասում։ Ուկրաինային ասում է պիտի զիջես, իսկ Ռուսաստանին ասում է տարածքային ձեռքբերումներ կունենաս։ Իտո պետք է ղրիմներ կճանաչենք Ռուսաստանի ենթակայության եւ այլն, բայց Ռուսաստանը ասում է չէ։ Բացատրեմ, ճիշտ եք ասում, այդ շատ ճշգրիտ հարց տվեցիք այն իմաստով, բովանդակությունը ինձ թույլ կտա բացատրել հիմա։ Ես արդեն դրան էի գալիս։ Հիմա Ռուսաստանը դարձել է կռվախնդիր եւ պրոքսի։ Դուք հասկանում եք այդ պետությունը, որ հավակնում էր երրորդ բևեր դարար աշխարհում, ինքը դարձել է պրոքսի։ Չինաստանի համար ինքը պրոքսի է Ամերիկայի դեմ պայքարելու համար, Ամերիկայի համար պրոքսիա։ Հիշում եք, որ ռուսները ասում էին այ Ուկրաինան պրոքսիա Ամերիկայի, որը օգտագործում են մեր դեմ, հա։ Հիմա ռուսները շատ այդ մասին, իսկ Ուկրաինան ընդամենը ժողովուրդը ուզում էր ազատ աշխարհի հետ ապրել։ Բացարձակ էստեղ, բնականաբար տերությունների հետ շահեր ունեն, բայց Ուկրաինայի ժողովուրդը ինքը իր ապագան պատկերացնում էր ազատ աշխարհի հետ, ինչի նաև մենք կոչ ենք անում, որ Հայաստան այդ ուղղությամբ գնա, ճիշտ է։ Հիմա Ռուսաստանը, Պուտինը, որը ուղղակի անարդար ցեղասպանական պատերազմ է սկսել հարևան երկրի դեմ, դարել է պրոքսի Չինաստանի, Միացյալ Նահանգների դեմ պայքարում։ Եվ հիմա Տրամփը ինչի է ուզում Ռուսաստանին ինչ է առաջարկում։ Մենք կհամաձայնենք, որ այսօր իրական վտանգը Ռուսաստանի համար գալիս է Չինաստանից, որտեղ նա հարևան է, նա հզոր է Ռուսաստանից մի քանի տասնյակ անգամ մարդաքանակով չեն խոսում, բոլորը հասկացան տարբերությունը 10 անգամ, առնվազն 10 անգամ, եւ այս իմաստով ցանկացած պահի, ցանկացած պատմական շրջանում, եթե այսպես շարունակվի Ռուսաստանի թուլացումը, Չինաստանի հզորացումը, հասկանում եք, չէ՞ որ Ռուսաստանը չի պահելու այդ տարածքները, ակնհայտորեն։ Հետաբար Տրամփը գործարք է առաջարկում, ասում է դու ել ես դա լավ հասկանում։ Դու պարտվել ես, դուք հիշում եք, որ Տրամփը ասեց, դու պարտվել ես, Վլադիմիր, իմ ընկեր, դու պարտվել ես։ Եվ բայց Պրոբլեմը հետևյալն է։ Տրամփը պահանջում է Ռուսաստանից, եւ դուք հիմա գիտեք, այդ ռեսուրսները, այդ միներալները, որ այդքան խոսում են, դա ինչ է։ Բոլոր ժամանակ պատերազմները եղել են հիմքում եղել է տնտեսությունը։ Եվ այդ ռեսուրսները պետք են եւ Չինաստանին, եւ Ռուսաստանին, եւ աշխարհի բոլոր կետերում հիմա Ռուսաստանն ու Ամերիկան եւ Չինաստանը պայքարում են ռեսուրսների համար։ Եվ այս պարագայում Տրամփը առաջարկում է Պուտինին դառնալ իր պրոքսին Չինաստանի դեմ պայքարում, որը Պուտինը դե արդեն կախված է Չինաստանից։ Հիմա, այսինքն այս ամբողջ process-ը սրա մասին է, որ Պուտինը չի ցանկանում հրաժարվել երրորդ բևեր դառնալու, դեռ ինքը հասկանում է, ձեր հարցին եմ հիմա ուղիղ պատասխանում։ Ինքը հասկանում է, ինքը ոչ մեկ է դառնում։ Ինքը դառնում է գործիք, բութ գործիք Միացյալ Նահանգների դեմ Չինաստանի դեմ եւ Չինաստանի գործիքը Միացյալ Նահանգների դեմ։ Սա է խնդիրը, որ Պուտինը չի հրաժարվում։ Այսինքն կներեք, չի հրաժարվում, Պուտինը ուզում է հրաժարվում է, կներեք ասում։ Հրաժարվում է առաջարկից, հա, չի հրաժարվում իշ ծրագրերից, այո։ Եվ դրական չի արձագանքում ըստ էության Տրամփի բանին եւ Միացյալ Նահանգների դիրքորոշումը դիրքավորում է այս պահին որն է լինում, եթե չեք համաձայնում, եթե գործակ չի լինում, ես ձեռքերս կլվամ դուրս կգնամ։ Սա վերջնագիր է Ռուսաստանին, Ուկրաինային, թե եվրոպական երյակին, որոնք անկեղծ ասած բարձաբանում եղել է այդ հարցի շուրջ, ասել են, որ դա ուղղակի հայտարարություն էր, այդպես չի։ Այսինքն Սպիտակ տունը արդեն արձագանքել է Ռուբիոյի այդ հայտարարությանը, որ մի ընդունեք դա ուղիղ։ Այսինքն մենք դուրս չենք գալու, հա, որ մի ընդունեք դա ուղիղ, չնայած հանուն ճշմարտության ասեմ, որ Թրամփն էր բազմիցս այդ մասին ակնարկել եւ այլն։ Բայց մենք մի բան ենք հասկանում, մենք միամիտ չենք, չէ՞ որ սա աշխարհում ազդեցության համար պայքար է եւ ոչ մի գերտերություն, այդ հենց ուղղակի չի թողնի դուրս չի գա, որտեղ այսինքն դու չես կարող քո շահերի դեմ դուրս գալ։ Հիմա հույս ունեմ, սպասում է, ակնկալում է Տրամփը, որ այս շաբաթվա ընթացքում արձագանք կլինի, գործարք կլինի, դա իրատեսական է, թե ես ասեմ, ես չեմ կարծում, դուք ինքներդ նշեցիք, որ ակնհայտ է ինձ համար, որ այս պահին Պուտինը պատրաստ չի, բայց ինչու է Տրամփը, երբ որ տեսեք ամեն հայտարարությունը, որ արվում է, այ մեր գործը նրանումն է, որ մենք հասկանանք, որ հայտարարությունը ում է ուղղված, որովհետև Տրամփը կարա 3 ժամվա ընթացքում 3 հայտարարություն անի, ընդհանուր, բայց դու պետք է կարդաս, որ հայտարարությունը ում է ուղղված։ Հիմա կոնկրետ այդ հայտարարությունը ես կարծում ուղղված է Պուտինին։ Ինչու գիտեք, որովհետև եթե Ռուսաստանի տնտեսական վիճակը կատաստրոֆիկ է, միջազգային մամուլը նոր է սկսել հասկանալ, որ կրկնում ենք, մենք տարիներով ասում ենք, որ իրանք նոր են ուշքի եկել, եւ տեսնում ենք 26 թվականից Պուտինի միջոցները պատերազմելու խիստ սահմանափակվում են, սովետական զինատեսակները արդեն
ուկրաինական հողում ժանգոտում են, չկա արդեն փոխարինել, չեն կարողանում արդեն արբանյակային նկարներ կան, որ այդ բացօթյա պայեսներ կան, չէ՞, որ տանկեր են լցված եւ այլն, արդեն չկա։ 26 թվականից Ռուսաստանը չունի այդ ահռելի պոտենցիալը, որ ուներ վատնեց։ Հիմա Թրամփը ինչ է ասում Պուտինին։ Եթե ես գնացի դուրս եկա, ուղղակի անգամ ձեռներս լվացի։ Դու չես կարողանալու պատերազմես մի տարի հետո։ Բայց չի կարելի այդ հայտարարությունը վերագրել, որ ուղղված է ոչ միայն եւ ոչ այնքան Ռուսաստանին, այլև եվրոպական այդ երյակին, Ֆրանսիա, Գերմանիա։ Դե մենք խոսում ենք գլխավորապես, որովհետեւ եթե ասում է Ուկրաինային դու պիտի զիջես, հա, տարածքային բան եւ այլն, եւ ՆԱՏՕ-ի անդամակցության հարցը պիտի դուրս գա օրակարգից, սրան դեմ է եվրոպական երյակը։ Այսինքն այս պարագայում, եթե գործակ չի կարողանում, ես դուրս եմ գնում, պատասխանատվությունը դնում եմ Եվրոպայի վրա։ Այս դեպքում, եթե համաձայնությունը գործակը չի լինում, արդյոք չի ստացվում մի իրավիճակ, երբ որ Միացյալ Նահանգները այդ պատասխանատվությունը դնում է Եվրոպայի ուսերին, Ռուսաստանն էլ այդ պատասխանը դնում է Ուկրաինայի ուսերին։ Okay, շատ հետաքրքիր հարց եք տալ։ Հիմա իսկ ինչ ես հիմա պատասխան հարց տամ, որ դուք հասկանաք տրամաբանությունը։ Իսկ եթե հիմա ստորագրվում է մեմորանդում, սպասում եմ 2 օր 3 օրվա ընթացքում պետք է ստորագրվի Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջեւ այդ հատուկ մետաղների հետ կապված։ Իսկ եթե մեմորանդումը ստորագրվում է Ուկրաինայի հետ, հետո ստորագրվում է պայմանագիրը, այդ դեպքում ստացվում է որ Թրամփը Ուկրաինայի հետ գործարք կնքեց։ Ճիշտ է։ Ինչքան էլ ինքը ասի, որ ես կողմ չեմ, բայց ինքը գործարք է կնքի Ուկրաինայի հետ։ Ուկրաինային ինչ է տալիս։ Դե գիտեք ինչ, ամենայն դեպս տալիս է ներդրումներ։ Ամերիկա։ Հիմա եկեք շղթայով գնացինք, ահա։ Հիմա Թրամփը քանի անգամ ակնարկել է, որ այդ ներդրումները ես ուղիղ անվտանգություն չեմ կարող խոստալ, բայց այդ ներդրումները իհարկե Զելենսկին պահանջելու է որ ուղիղ անվտանգություն, բայց այդ ներդրումները բերելու են անվտանգություն, որտեղ տեսեք, եկեք անկեղծ ասենք, եթե այդ գործարքը կնքվի հիմա այս պահին, ես էլի չգիտեմ այնտեղ ինչ պայմաններով է, որտեղ ուկրաինացիները լավ մեղմեցին Թրամփի դիրքորոշումը, որտեղ շատ, բայց ամերիկյան ներդրումներ է բերվելու մեծ գումարներ, իսկ ով է պաշտպանելու այդ մեծ գումարները։ Այսինքն, եթե դու կնքում ես գործարք եւ չես պաշտպանում քո գումարը, քո ներդրումը, չէ տրամաբանական են, չէ՞ մենք։ Ներդրումները տնտեսությունը նաեւ առարկայանում են որպես անվտանգություն։ Եվ բացի դրանից մի բան էլ, ես չեմ ուզենա սխալված լինել հիմա ինչ որ ասեմ, որտեղ դա շատ կարեւոր է։ Եթե ընդհանրապես գիտեք, եթե բացեք ցանկացած լուրջ քաղաքագիտական գիրք, այնտեղ գրված է, որ ով որ ազդեցություն ունի Եվրասիական մայրցամաքում եւ այս պարագայում հատուկ Եվրոպայում, այդ նա աշխարհի լիդերն է։ Հիմա ի վերջո հիշենք Մասկի ինչ ասաց 0% Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Եթե Միացյալ Նահանգներն ու Եվրոպան ի վերջո բանակցությունների արդյունքում կարող են գան դրան, որտեղ Չինաստանի հանդեպ միասնական տարիֆային քաղաքականություն կմշակվի 0%-ը ինչ է նշանակում 0%-ով, բայց մենք միասին, որտեղ ձեր ասած հաբի վտանգը կա, բնականաբար դու չես կարող, ասենք 0% ունենաս Եվրոպայի հետ, բայց Չինաստանից էժան ապրանք բերես ու մցնես Միացյալ Նահանգներ ու նորից հասկացաք, չէ՞, այսինքն տրամաբանական է։ Հետաբար այս 0%-ը բերում է հենց դրան, որ դու միասնական քաղաքականություն ես վարելու Չինաստանի նկատմամբ։ Լավ, սպասենք, տեսնենք թե ինչ զարգացում կունենա, ինչ հանգուցալուծում կլինի, չի լինի Ուկրաինական։ Իդեպ ասեմ ավարտական, սա եթե այդ 0%-ը լինի Միացյալ Նահանգների Եվրոպայի միջև եւ ի վերջո դա հեշտ չի լինելու, բայց հասան դրան, որտեղ այնտեղ ներքաղաքական էլիտաներն են դիմադրելու եւ այլն։ Բայց եթե դա հազար դա փայլուն կլինի նաեւ մեր հանրապետության համար։ Եթե իրանք միասնական քաղաքական։ Մեր ժամանակը սպառնում է, բայց անպայման խոսենք նաեւ Իրանի հետ շուրջ զարգացումների մասին, այստեղ էլ Թրամփը էլի լավատորեն ասում է լավ բանակցություններ են ունենում, բայց արդյունքների համար որոշակի մի փոքր ժամանակ է պետք, որպեսզի տեսնենք ինչ կլինի, բայց փոխարենը Իրանի նախագահ առանձնապես լավատես չէ, նույնիսկ կարելի ասել հորետես է այդ գործարքի։ Ինչ կանխատեսում։ Վերջին հայտարարությունը լավատեսական էր, որ կառուցողական են գնահատել երկու կողմերն են։ Երկու կողմերն են կառուցողական գնահատել։ Բայց տեսեք, այստեղ ինչ խնդիր է։ Ես ենթադրում եմ, որ Թրամփը այդուամենայնիվ ինքը անձամբ չէր ուզենա պատերազմ սկսել Իրանի դեմ։ Ինքը կուզենար պայմանավորվել, որովհետև հատկապես այդ ռեյտինգների մասին մենք որ խոսեցինք եւ իրոք լարվածություն կա ամերիկյան հասարակության մեջ, այսպիսի բան ես ամենայն դեպս չեմ հիշում կամ չեմ կարդացել, որ նախագահի 2 ամիսը չլրացած, 3 ամիսը չլրացած 100 օրվա մասին չեմ խոսում, բոլոր նահանգներում արդեն ցույցեր տեղի ունեցան։ Եվ Թրամփին ինչ որ հաղթանակ է պետք ցույց տալ։ Բայց Մելոնի այդ հանդիպման ժամանակ ինքը հետաքրքիր բան ասեց։ Ասեց այն գործարքը, որից Իրանի միջուկային ծրագրից դուրս եկա, դա խայտարակ վատ գործարք էր։ Ասեց ես դրա համար դուրս եկա, շուտ պետք է դուրս գալ։ Դες ինչ մի հատ հայտարարություն արեց։
Հիմա միջազգային մամուլը տալիս է, որ Թրամփը փորձում է վերականգնել այդ գործարքը, այսինքն այդ նույն գործարքը, չէ, այստեղ խնդիրը հետևյալն է։ Ի վերջո բացատրվելու է, չէ, որ այդ գործարքը, որ ինքը կնքում է, դա նույն բանն է կամ ավելի վատն է լինելու, քան այն գործարքը։ Ես հակված չեմ հավատալ այս իհարկե խոսակցություններին դերևս, բայց Թրամփը նիշ է դրել։ Այսինքն այն գործարքը, որ կնքվել է այն ժամանակ, մի 10 տարի առաջ, այդ գործարքը չես կարող դու վերականգնել ավելի վատ պայմաններով, այդ դեպքում քո վարկանիշը ավելի կընկնի։ Հետաբար ինքը նիշ է դրել։ Դրանից ավել էլ ես չեմ կարծում, որ իրանցիները համաձայնվել, այստեղ խնդիր ունենք մենք։ Բայց մյուս կողմից եւ Նեթանյահուն այցելեց էլի նախորդ շաբաթ գիտու չեմ սխալվում Միացյալ Նահանգներ, այնտեղ խոսեցին, որ Իրանը միջուկային զենք չպետք է ունենա։ Հիմա այս իմաստով ես հետեւյալ մի բանն եմ տեսնում։ Եթե իրանցիները չգնացին համաձայնության եւ նայած Թրամփը ինչ զիջումների է պատրաստ գնալ, անխուսափելի է լինելու, որովհետև այս պարագայում արդեն եթե Իսրայելն էլ ու իսրայելական լոբին սկսեցին աշխատել Թրամփի դեմ, ասեն գոնե ծայրահեղ հատվածը իսրայելական լոբի, ապա դուք հասկանում եք, որ այստեղ փաստորենիկը կորցնում է արդեն դաշնակիցներին։ Իդեպ ես էլ շեշտեմ, Ջո Ռոգանը, որը շատ հայտնի բլոգեր է եւ մոտ 50-60 միլիոն դիտում ապահովեց, միլիոն հարցազրույց իր վերցնելով ընտրություններից առաջ եւ անգամ ամերիկյան մամուլը ասում էր նա է ապահովել հաղթանակը Թրամփի վերջին պահին եւ Քամալա Հարիսը եթե գնար նրա մոտ գուցե չպարտվեր, հիմա արդեն դեմ է Թրամփի քաղաքականության։ Դա բնին հաղթանակ է պետք ինչ որ, հա։ Եվ այստեղ հիմա պետք է հասկանալ, արդյոք իր նախընտրական այս իր վարկանիշը փրկելու համար իրան ձեռնտու կնի հարվածել, այդպես, որովհետև գիտեք, պատերազմները երբեմն այդպես շատ դիկտատորներ անում են եւ ոչ միայն, հա։ Հիմա այս պարագայում հարվածելը Թրամփին կօգնի։ Ես ամենամին Թրամփին դիկտատոր չասեցի, ուղղակի այդպես գիտեք, հա։ Այսինքն Թրամփին կօգնի համախմբել հասարակությանը իր շուրջ, հարվածելով Իրանին, թե այդուամենայնիվ խաղաղության օրակարգը ավելի շատ Իրան կբերի համախմբում։ Բայց այստեղ նորից եմ ասում, ինքը Իրան դրեց մի դժվար վիճակի մեջ, ինքը դրեց առաստաղ դրեց, որ դրանից վատ գործար չպետք է լինի, դա ասեց մի քանի օր առաջ։ Իսկ դրանից դուք գիտեք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հիմնական խնդրեմը այն է, որ հարստացած ուրանը պետք է հանվի Իրանից, որ իրենք երաշխիք ունենան, որ դա չի դառնալու միջուկային զենք։ Իսկ մենք գիտենք, որ Իրանը դրան ամեն կերպ դիմադրելու է։ Եվ մի բան էլ ասեմ, գործարքը չեղավ, դա արդեն տարածաշրջանի համար մեծ միանշանակ եւ մի բան էլ եւ դրանից հետո Իրանը պահանջելու է սանկցիաների դուրս բերում իր վրայից։ Իսկ դա հարստացնելու է Իրանը, իսկ դուք գիտեք Իրանի տնտեսությունը սարսափելի վիճակում է։ Հետեւաբար դա բերելու է նաեւ Իսրայելի մտահոգությունը, դա բերելու է Հեզբոլլահների, Համասների աշխուժացմանը, հութիների եւ այլն։ Այստեղ արդեն շատ բարդ հարցեր են գալիս, որ այդուամենայնիվ ես դեռևս այս պահի դրությամբ շարունակում եմ հոռետես մնալ, որ ԱՄՆ-ն եւ Իրանը կպայմանավորվեն։ Ցավոք, մեր ժամանակը արդեն սպառվեց, նույնիսկ գերազանցեցինք։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում եի քաղաքական վերլուծաբան Արմեն Չիբուխշյանի հետ, կհանդիպենք։